Մենք վերադարձանք տաղավար ու այս պահին պետք է խոսենք մի շատ կարևոր թեմայի մասին։ Այո, շատ կարևոր թեմայի մասին, որը կարող է դառնալ խնդիր։ Հա, թե տղամարդկանց, թե կանանց դեպքում էլ, այստեղ կապ չունի։ Հայ տղամարդիկ շատ են դա անում, կանայք քիչ են անում կամ հակառակը։ Խոսքը խանդի մասին է։ Այն որ գալիս է ու ամեն ինչ տակտու վրա է անում, ու գալիս է տանիքը թռնում է, չգիտեմ, մեջը այսպես ռումբեր են պայթում, բայց պետք է հասկանանք, դա արդյոք նորմալ է կամ դա ինչպես է պետք չափել նորման, դա ինչ-որ չափման ձև ունի կամ միավոր ունի, կամ առասարակ ինչ է խանդը, կարծում եմ շատ հետաքրքիր թեմա է, այնպես որ մնացեք էկրանների առջև, մի գնացեք ոչ միտեղ, խոհանոցից հետ եկեք, բոլորին հանգիստ թողեք ու ուշադիր լսեք։ Հանգիստ նստեք ձեր բազմոցին եւ վայելեք այս զրույցը, որովհետեւ վստահ ենք, որ նաեւ կբարձրաձայնենք այն հարցերը, որոնք ուզում են հենց ձեզ ելի հեռուստադիտողներ, իսկ պատասխանը ակնկալելու ենք լսել հոգեբան, հոգեթերապևտ Մարինա Մնացականյանից։ Ողջույն։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ այս բավականին բարդ թեմայի շուրջ զրույցներով։ Շատ հետաքրքիր, բայց նաեւ։ Բարդ, բայց շատ հետաքրքիր։ Այ օրինակ հետաքրքիր է։ Ինչ է խանդը։ Առասարակ, ինչ է խանդը, ստեղից սկսենք։ Խանդը ինքնին շատ բազմակոմպոնենտ զգացողություն է եւ որպես այդպիսին, եթե մենք շատ դեպքերում ուզում ենք հասկանալ արդյոք որտեղ են սահմանները adekvat խանդի եւ արդեն ոչ adekvat խանդի մեջ, մենք պետք է հասկանանք մենք ինչի հետ գործ ունենք, որովհետեւ խանդը որպես այդպիսին բազմաշերտ զգացողություն է։ Իր մեջ մտնում է եւ տագնապը, եւ կորստի վախը, եւ բարկությունը, եւ անհանգստությունը, բոլորն իրար հետ ստեղծում են խանդը։ Այսինքն այս 5 ճյուղերը իրար հետ միացրած։ Այո։ Եթե մենք խանդը բացում ենք, ինչից է բաղկացած, ինքը բավականին բարդ եւ բարդ մարսվող զգացողություններից է բաղկացած։ Դա մարդու այն սուր զգացողությունն է, երբ որ մենք ուզում ենք տնօրինել դիմացինի կյանքը։ Դա նաև այնքանով է բնորոշ, որ մենք օրինակ չգիտեմ, զգում ենք թե չէ, բայց արտահայտվում է նախ անվստահությամբ դիմացինի նկատմամբ եւ կասկածամտությամբ, բայց գիտեք, որ կասկածամտությամբ են խեղտող, որը չի թողում քնենք, չի թողում կենտրոնանանք աշխատենք, մեր ուշքն ու միտքը միայն Կարելի է ասել, որ խանդը զգացողություն է։ Այո։ Այսինքն դա գիտակցության հետ կապ չունի, նույն չի որ մենք գիտակցորեն ես խանդում եմ։ Եվ արդյոք խանդը նաև ունի տարիքային փուլեր, որովհետև իմ տղան խանդում է ինձ, իր մոր պատճառով։ Իմ աղջիկս խանդում է ինձ, որը ավելի մեծ է։ Կամ դասընկերներին, փոխհարաբերություն, նույն տարիքային դասընկերներին արդեն։ Հետո մի քիչ ավելի պատար երիտասարդ տարիքում է ձևավորվում խանդը այլ բաների նկատմամբ։ Հետո արդեն մենք որպես զույգեր, հա, սիրային զույգերի դեպքում էլ տղամարդը խանդում է կնոջը կամ կինը խանդում է տղամարդուն, եւ որտեղ է այդ սահմանը, որ առողջ խանդ եւ անառողջ խանդ հասկացողությունը, որպեսզի կարողանանք ընկալենք եւ տարանջատենք։ Խանդը իրականում արտահայտվում է դեռ շատ մանկուց, փոքր տարիքից, հա, ինչպես նշեցիք, երբ որ երեխան խանդում է եղբորը կամ քրոջը, որովհետեւ խանդը դա զգացողությունը մեր հոգեկան աշխարհի եւ հուզական աշխարհի շատ սուր պորտկումն է, երբ որ մենք ունենք վախ կորցնելու հարազատ մարդու, դա անգամ կենթանական աշխարհում է բնորոշ կենթանիներին, հա, երբ որ մենք պաշտպանում ենք մեր ընտանիքը, մեր հարազատին եւ այլն։ Բայց ես որպես մասնագետ մի քիչ հակված չեմ բաժանել, եթե խանդը կա, դա առողջ չի, եթե խանդ չկա, դա առողջ է, որովհետեւ յուրաքանչյուր մարդ ունի խանդի զգացողություն, եթե լինի պատճառ։ Հա, բայց տարբերությունը այնտեղ է, երբ մենք դիտարկում ենք ինչքանով է տվյալ զգացողությունը իր ինտենսիվությամբ ուժեղ, հաճախականությամբ ավելի շատ, որոնք են դրա հետևանքները եւ իհարկե ինչքանով է այն վնասում հարաբերություններում եւ խանդողին եւ խանդի օբյեկտին։ Նաեւ տարբերությունը նրանում է, որ պետք է հասկանանք ինչքանով է դա վերահսկելի։ Այ երբ է խանդը դուրս գալիս վերահսկողությունից, դառնում անկառավարելի, նաև քանդում այդ հարաբերությունները, անկախ տարիքային փուլից կամ խանդի տեսակից եւ կողմերից, եւ արդյոք դա նաև կապ ունի խանդող կողմի ինքնագնահատականի հետ։
Իհարկե կապ ունի, որովհետև խանդը, եթե մենք դիտարկում ենք, չէ, մարդու հոգեբանության մեջ ինքը մի քանի ֆակտորներից է կախված։ Առաջինը դա մարդու անինքնավստահությունն է սեփական եսի, սեփական կորիզի, սեփական հենարանի նկատմամբ, որովհետև եթե մենք չենք սիրում մեզ բավականին, հա, այսպես ասեմ, չունենք հենարանի զգացողություն մեր նկատմամբ, բավարար չափով, հա, մենք միշտ ունենալու ենք զգացողություն, որ մեզ կարելի է հեշտ փոխարինել։ Եթե մենք մեզ բավարար չափով չսիրենք, մենք միշտ մտածելու ենք, որ մեզ հեշտ է փոխել, հեշտ է գտնել ուրիշին մեզնից առավել ավելի լավին, որովհետև մենք բավարար լավը չենք։ Կան իհարկե նաև համոզմունքներ այստեղ շատ կարևոր, որոնք հիշում եք մեկ անգամ էլ էի ասել, որպես խավարասերներ ապրում են մեր գլխում, հա, եւ ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս դուրս։ Օրինակ, երբ որ մենք ենթագիտակցական ունենք համոզմունք, որ ես բավարար լավը չեմ, ինձ շատ հեշտ կարելի է փոխել։ Եվ այդ դեպքում ինչքան էլ մեր զուգընկերը կամ ընկերը, հա, լինի ապահով։ Ես ճիշտ եմ հասկանում։ Կինը մտածում է, օրինակ ենք բերում կնոջը, սա պատահական օրինակ է։ Դիցուկ մի կին։ Պատահական օրինակ է։ Խոցելի չենք անեք։ Կնոջը օրինակի համար թվում է, որ ինքը լավը չէ, այդքան էլ, հա, ու սկսում է խանդել, ճիշտ եմ հասկանում։ Եթե կինը բավարար քանակությամբ ինքնավստահություն չունի, ինքն իրեն լավ չի ճանաչում, լավ, տղամարդու դեպքում բա ինչպես դա կմեկնաբանեք։ Տղամարդը ասես լավը չէ։ Այո։ Ես պատտվում կներես 1000 ներողություն։ Եթե ունենք մեր մեջ։ Ասում ես շալվարես հակեր ինձ դուր չի գալու ու խանդում եմ, բայց դա ինչ կապ ունի, որ ես վատն եմ, լավն եմ։ Իր հատուկ կապը ինձ դուր չի գալիս։ Ու ես այդտեղ խանդ եմ զգում, խանդից զգացողություն եմ իմ մեջ զգում եւ դրսևորում նույնիսկ։ Օրինակ եմ ասում։ Քեզ դուր չի գալիս հագուստը, թե քեզ դուր չի գալիս այն, որն այն հատվածը, որը ընդգծվում է։ Եվ դա կարող է նկատելի լինել այլ մարդկանց կողմից։ Չէ, տեսեք, Ռուբեն ջան։ Օրինակ Խանդը, ինչպես նաև մնացած բոլոր զգացողությունները, լինի բարկություն, լինի տագնապ, լինի ամոթխածություն, կապ չունի ինչ լինի, հա, դա միշտ մեր մասին է խոսում, յուրաքանչյուր զգացողության, որը որ մենք ունենք, դա չի կարող խոսել դիմացինի մասին, դա միշտ խոսում է մեր մասին, եթե մենք ունենք խանդ, առաջին հերթին դա խոսում է մեր մասին, որովհետև դա մեր զգացողությունն է, դիմացինինը չէ։ Հետևաբար դա ոնց որ մեր հոգեկան աշխարհի ազդակն է, մեր ներսի ազդակն է, որ մենք ունենք ինչ-որ խոցելի մասեր, որի հետ դեռ ծանոթ չենք եւ շատ լավ կլինի, որ իր հետ ծանոթանանք, հասկանանք դա ինչի մասին է։ Դիմացինը ընդհանրապես մեզ տալիս է արձագանք կամ ազդակ մեր մասին հիմնականում։ Եթե օրինակ ձեր զուգընկերը, հա, օրինակ եմ ասում, հագնում է ինչ-որ հագուստ, որը իրեն կոմֆորտ է, բայց դուք խանդում եք, հետեւաբար դա արդեն ձեր մասին է, ինչի եմ ես խանդում։ Իհարկե, եթե նորմայից դուրս չի ինչ-որ բաներ լինում։ Այդ նորմայից դուրսը ո՞րն է։ Սովորական ենթադրենք ֆլիրտը, օրինակ։ Եթե դու տեսնում ես, հա, որ քո զուգընկերը բացեբաց ֆլիրտ անում ինչ-որ մեկի հետ, հա, նորմալ է ուրիշի հետ։ Դա նորմալ է, որ խանդում եմ։ Այդ դեպքում կարծում եմ, այո։ Բայց որ այդ շորիկը հագել է, այդ հագուստը որ կրում է, դա նորմալ չի, որ ես խանդեմ։ Դա կարելի է քննարկել։ Սահմանը որտեղ է։ Ինչքան ինտենսիվ է այդ զգացողությունը։ Ինչքան ինտենսիվ է այդ զգացողությունը, օրինակ, ինչքան հաճախական է։ Ես նկատում եմ հարցերի շնորհիվ փորձում եմ հասկանալ, որն է առողջ խանդը, որն է անառողջ խանդը։ Եթե ես հագուստի նկատմամբ կամ ինչ-որ մի երևույթի նկատմամբ ունեմ կամ նույն բանը, չգիտեմ, հայացք գցեց որևիցե մի տղամարդու վրա իմ կինը, կամ մի տղամարդ հայացք գցեց իմ կնոջ վրա, որտեղ է այդ սահմանը, որ ես հասկանամ, դա նորմալ խանդ է, առողջ խանդ է, թե առողջ խանդ չէ։ Ու նաև դրանից բացի կամաց գայ նրան, որ ասում են, եթե խանդում է, ուրեմն սիրում է։ Այդ ինձ համար անհասկանալի արտահայտությունը նույնպես ուզում եի վերլուծենք։ Մի հատ սահմանները հասկանանք, որտեղ է նորման, օրինակ, չգիտեմ, հագուստի հետ կապված նորմալ է, չէ, նորմալ չէ, բայց եթե ինչ-որ մեկը սիրախաղ է սկսել կամ մի հայացքներ է մետեղ նկատում, օրինակ, դա նորմալ է, այդ նորմաները հասկանանք ու նաև մյուս հատած։ Ինչքան ինտենսիվ է այդ զգացողությունը, ենթադրենք հարաբերությունում, ինչքանով է դա վնասում։
Ինչքանով է եթե օրինակ ամեն օր է այդ կոնֆլիկտը, ամեն հագուստի վրա է, հա, այդ կոնֆլիկտը պրոյեկտվում ենթադրենք, թե դա քանդում է հարաբերությունները, դա վնասում է ձեզ, որովհետև դուք չեք կարողանում հանգիստ ապրել, չեք կարողանում հանգիստ քնել եւ չեք կարողանում վստահել ձեր զուգընկերոջը։ Հա, այդ քանդող է։ Չէ, դա նորմալ է, թե նորմալ չի, ես նորմալն եմ ուզում Իսկ ինչ ենք մենք դիտարկում նորմալ, չնորմալ։ Խանդը միևնույնն է կա։ Եթե ինքը ինտենսիվությամբ շատ է, անառողջ է, քանդող ու վնասող է, դա արդեն առողջ չի։ Այսինքն, եթե քանի որ քննարկում ենք զույգի դեպքում, նույնը կարող է լինել երեխաների հետ փոխհարաբերություններում, աշխատավայրում, եթե երկու կողմը գալիս են փոխհամաձայնության, որ այսինչ բանը եթե խանդի առարկա է դառնում, կամ մի կողմը զիջում է չի անում, կամ մյուս կողմը զիջում է եւ փորձում է աշխատել իր հույզերի եւ էմոցիաների հետ, ապա դա հաղթահարելի է դառնում։ Եթե չէ, երբ հասկանալ, որ մի կողմի համար այդ զիջումները շատ են եւ խանդը դառնում է խանգարող հանգամանք հարաբերությունների զարգացման համար։ Հասարակ օրինակ տեսեք փոքր տարիքում, չէ՞, քանի որ փոքրուց է դա ձևավորվում, մարդիկ երբ են, օրինակ ծնողը երբ է նկատում, որ երեխայի մոտ արդեն մի քիչ դեստրուկտիվ վարք է եւ դիմել է պետք մասնագետի է դեպքում, երբ որ օրինակ երեխան սկսում է վնասել եղբորը կամ քրոջը, խփել խաղալիքով, կծել, չգիտեմ, հրել, բղավել, այսինքն դա արդեն ընտանիքում ակնհայտ երևում է, որ երեխան խնդիր ունի։ Դա առողջ չի, հա, վնասում է, ծնողին կարող է, չգիտեմ, վնասի, բղավի տունը, հա, քույրիկ եղբայրներին, այսինքն երբ որ մենք տեսնում ենք հարաբերություններում թեկուզ փոքր հասակում, դա քանդող է, դա արդեն համարում ենք, որ օրինակ, չգիտեմ, առողջ չի, պետքա դիմել օգնության։ Նույնը մեծահասակների մոտ է դիտարկվում, ոնց որ կողմից էլ մենք նայենք, եթե հարաբերություններում ինչ որ բան քանդող է, դա նույնիսկ լինի բարկությունը, բարկության պոռթկումները։ Եթե դրանք հաճախ քանդող են լինում եւ վնասող են լինում երկուսին էլ, ուրեմն պետք է այստեղ փորձել հասկանալ ինչ է կատարվում առաջին հերթում մեր ներսում։ Ինչի է այդ զգացողությունը այսքան ուժեղ, ինչի է դա արդեն պրոյեկտվում եւ դիմացինին եւ քանդում հարաբերությունները, քանդում ընկերությունը, ինչու ոչ, մենակ հարաբերություններում չի դա։ Թեկուզ անգամ ընկերության մեջ, եթե մենք ունենք զգացողություն, որ օքեյ, իմ ընկերուհին ունի նոր ընկեր, ենթադրենք կամ ընկերուհի, հա, կապ չունի։ Եվ մենք ունենում ենք ներսից ազդակ, իբրև թե խանդում ենք, որ նա գնում է հանդիպման իր ընկերուհու հետ, ես խանդում եմ, բայց դա արդեն իմ մասին է խոսում, ոչ թե իմ ընկերուհու կամ իր հարաբերությունների ինչ որ ուրիշ մեկի հետ։ Դա իմ մասին է եւ ես պետք է հասկանամ ինչի մասին է դա խոսում։ Իմ մասին, ինչ կարող է դա բնութագրել։ Սա իմ խոցելի կողմերն են, որոնց ես չեմ ճանաչում դեռ։ Կա սեռով պայմանավորված խանդ։ Չէ։ Չի տարբերվում այդ զգացմունքը։ Զգացողությունը մնում է զգացողություն բնորոշ եւ կնոջի եւ տղամարդուն։ Իսկ եթե խանդում է, ուրեմն սիրում է։ Ես մի քիչ չէ։ Չեմ ընդունում այդ զգացողությունը, որովհետեւ իմ համար սերը եւ խանդ իրանք բնույթով տարբեր բաների մասին են։ Իրանք չեն կարող լինել մի հարթակի վրա, որովհետև սերը հիմնականում ինչի մասին է լինում, ապահովության, ջերմության, հանգստության, իսկ խանդը այդ ամեն ինչը դնում է կասկածի տակ։ Եթե ջերմությունը, ապահովությունն ու վստահությունը շատ լինի ձեր այս կամ այն փոխհարաբերության մեջ, աշխատանքայինից մինչև անձնական, ապա խանդը քիչ-քիչ կզիջի իր դիրքերը եւ փոքրիկ խանդի նոպաներ գուցե պետք են հարաբերություններում, բայց առողջ եւ չափի մեջ։ Ես անկեղծ չհասկացա խանդեմ թե չէ։ Բայց ես ունեմ ժամանակ դեռ Մարինայից ճշտելու, որովհետեւ շատ դեպքերում կանայք ասում են ինչի՞ չես խանդում, ու կանանց համար տարօրինակ է որ տղամարդու չի խանդում։ Ու սկսվում է այդտեղ այլ խնդիրներ։ Ուրեմն դու ինձ չես սիրում։ Ես առաջարկում եմ։ Սիրում ենք բոլորին եւ հատկապես սիրում ենք մեր լրահոսի գործընկերներին, ովքեր անապեր սպասում են որպեսզի ներկայացնեն օրվա լրահոսը։ Այո, ծանոթանանք օրվա լրահոսին, իսկ մենք շարունակենք զուգահեռ նաև մեր շատ շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն։ Կարևոր զրույց։ Այս մնացեք մենք ձեզ հետ գործ ունենք դեռ։